ձեր ուժի հետ կապված այս դեպքում արդեն Ռուսաստանի Դաշնությունը ապրոպ եւ գործունեություն իրականացնող հայ գործարարի հետ եւ նաեւ ասած որ ձեր ուժը հրաժարությունների սպառնալիքով այնպես արտակոռտություն քրոքները չգնան եւ վերջնան եւ նաեւ գործընկերներ Իսկ է պատահում, որ մենք ձեր ուժի հետ են, այդպեսի մենակ, այսինքն իրական չեն այդ քարտերը, չկան այդպեսի քարտեր։ Շնորհակալ եմ հարցի համար, եթե կարելի է նախախոսքացնեմ ու անցնենք հարցերի պատասխանմանը։ Նախ հարգելիներս շատ շնորհակալ ենք, որ այսօր մեր հետ տվեցիք մեկնարկը քարոզչության, այսօր մայիսի 8-ին Հայաստանի Հանրապետությունում մեկնարկեց պաշտոնական նախընտրական քարոզչությունը։ Ու պատահական չէ, որ մենք հենց ազգային ժողովից ենք մեր մեկնարկը տալիս, սա խորհրդանշական օր է, 8 տարի առաջ մայիսի 8-ին այսօր գործող վարչապետը ընտրվեց որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, ընտրվեց ժողովրդի վստահության քվեն ստանալով ու լրջագույն խոստումներ տալով, խոստումներ, որոնք այդպես էլ չիրականացվեցին, ոչ միայն չիրականացվեցին, այլև մեր պետության, մեր բոլորիս, մեր ազգի համար ու մեր պետականության համար այս գործի որպես վարչապետ ու որպես իշխանության կայացումը ունեցավ ողբերգական ու ճակատագրական հետևանքներ։ Հիմա մենք կանգնած ենք ազգային ժողովի դարպասների դիմաց, որը Նիկոլ Փաշինյանը գալով իշխանության ասեց բացվեց ժողովրդի առաջ։ Բացեցին, այնուհետև այնպես զոդեցին, որ մարդիկ չեն էլ համարձակվում այլևս այս դարպասներին մոտ գալ։ Այս փողոցը ընդհանրապես տեսել է շատ խոստումներ, ելույթներ, նաև տեսել է հուսահատության պահեր, որը ես անձամբ կիսել եմ։ Ես այստեղ ոչ միայն որպես Ուժեղ Հայաստան դաշինքի ներկայացուցիչ եմ, ես այստեղ եմ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որպես իրավաբան, որպես կին, որպես մայր, որովհետև ինձ համար այս իրականությունը ընդունելի չէ, ինձ համար թույլատրելի չէ, որ իմ երկրում իրավունքը ու օրենքը ծառայեցվում է կոնկրետ քաղաքական ուժի շահերին, ինձ համար թույլատրելի չէ, որ իմ հայրենակիցներին վախեցնում են և ճնշում են ու հուսալքություն են տրամադրում։ Մեր երկրում մարդկանց մոտ հույսի ճրագ այնքան էր մարել, որ ի վերջո հայտնվեց այն առաջնորդը, պարոն Կարապետյանը, որ լինելով այդ պահանջը բավարարեց, լինելով քաղաքականության մեջնորդ, ունի բացառիկ փորձառություն։ Ու պարոն Կարապետյանը այդ մարող կրակը ոցավառել է։ Այսօր մենք մի իրականություն ունենք, որտեղ մեր երկրում Հայաստանի Հանրապետությունը լինելով բացառիկ իր ջրային ռեսուրսներով, լինելով ինքնաբավ պետություն ջրային ռեսուրսներով, մենք ամբողջ օրը մարզերով շրջում ենք, մարդիկ լրջագույն ջրի խնդիր ունեն։ Հայաստանի Հանրապետության իշխանությունը ստանում է 15,000 ԱՄՆ դոլարի մոտ բոնուս պարգևավճար, մինչ Հայաստանի Հանրապետության մարզում երեխա է սոված գնում, իսկ ծայրահեղ աղքատությունը առկա է, էլ չասեմ աղքատությունը մարզերում, որոնք որոշ տեղերում անգամ կրկնապատկվել է։ Այսօր Հայաստանի Հանրապետությունը, որը տուրիստական զմայել է, ընդամենը մարզերում ունենում է 0-ից մինչև 2% տուրիստական այցելություն։ Մեր երկիրը ունի ծաղկման, բարգավաճման, զարգացման բոլոր հնարավորությունները, բայց ամենալուրջ խնդիրը այսօր անվտանգությունն է ու այդ օդից կախված ոչ իրական խաղաղությամբ մեզ սպառնում են, վախեցնում են եւ այն կուսակցությունը, որ արդեն 3 սեպտեմբերյան պատերազմ է բերել մեր գլխին, լրացուցիչ սեպտեմբերյան պատերազմով է սպառնում իր ազգաբնակչությանը։ Այս իրականությունը փոխելու, փոփոխություն բերելու պահանջով ենք մենք գալիս, կրկին ընդգծում եմ, վերջապես մենք ունենք այն առաջնորդը մեր երկրում, ով ստանձնել է այդ բեռն ու պատասխանատվությունը, մեզ համար պատիվ է իր հետ այդ վահանը բարձր պահելու, ու այո, Սամվել Կարապետյանն է այն մարդը, որ կարողանալու է հանրային պահանջը փոփոխության կյանքի կոչել։ Այսօր, լսում եմ, Տիկին Մելոյան երեկվանից հակակոռուպցիոն շատ կներ եկել, գործընկերուհին արդեն տվեց, եթե հակակոռուպցիոն կոմիտեի հարցին է վերաբերում։
տեսեք, մենք արդեն շուրջ 1 ամիս է եւ չհաշված ընդհանրապես մեր քաղաքական ուժը, միջազգային գործընկերներն ու դիտորդական առաքելություններն անգամ արդեն արձանագրել են, որ մեր նկատմամբ ընտրական գործընթացի կարևորագույն անկյունաքարային հավասարության սկզբունքը խախտված է։ Մեր ուժի քաղաքական առաջնորդը ուժեղ Հայաստան կուսակցության նախագահան ապօրինի սահմանափակումների տակ է, կներեք, ասեմ, անտրամաբանական անգամ սահմանափակումների տակ է, որովհետև այս քաղաքական ուժը կռիվը սկսեց պարոն Կարապետյանի ազատության հետ, այնուհետև կռիվ տվեց նրա նկարների հետ, այնուհետև կռիվ տվեց նրա անվան հետ, դատարանը նրա նկատմամբ բոլոր սահմանափակումները հանել է, բացառապես նրա ազատ տեղաշարժվելու հնարավորությունից։ Որն է նպատակը։ Կարծում եմ պատասխանն ակնհայտ է, նպատակը սահմանափակելու պարոն Կարապետյանի հնարավորությունը մասնակցելու ընտրարշավին, որը նրա իրավունքն է ու մեր բոլորիս նրան աջակցող քաղաքացիների իրավունքն է, որը հանրային պահանջ է։ Այս միջամտությունները, պարբերաբար մեր բոլոր մարզային կառույցներում քաղաքական իշխանությունը կատարում է միջամտություններ իրավապահ մարմինների կողմից։ Պարբերաբար առավոտը 10-ին հուսարկություն է տեղի ունենում, 15-20 աջակից, համակիր, աշխատակից բերման են ենթարկվում։ Այն պարագայում, երբ օրինակ կա բարեկիրթ եղանակ, որն է բերման ենթարկելու պատճառը, չկա օպերատիվ անհրաժեշտություն, այդ մարդիկ որևէ գործընթացից չեն խուսափում, իսկ իրավապահները հնարավորություն ունեն ծանուցագրերով բարեկիրթ եղանակով մարդկանց հրավիրել։ Առաջին նպատակը վախի մթնոլորտի տարածումն է, մարդկանց վախեցնելու, իրենց ընդդիմադիր քաղաքական հայացքներն արտահայտելու։ Երկրորդ, փորձում են արհեստական պատկեր ստեղծել իբրև թե ինչ-որ կաշառքների։ Հարգելիներս, մենք ժողովրդին կաշառք բաժանելու կարիք չունենք։ Մենք ժողովրդին կաշառք բաժանելու կարիք չունենք, բնական կերպով մարդիկ տասնյակ հազարներով անգամ այս վախի մթնոլորտին, անկախ է ճնշումներից գալիս մեր գրասենյակներում գրանցվում են։ Օրեր առաջ 74 ամյա տիկնոջով ընդամենը մտել էր գրասենյակ եւ անդամակցել էր, ցույց է մոտորացել, որ ցանկություն ունի անդամակցելու, տիկնոջը գնացել տանից բերման է ենթարկել ու բնականաբար ժամեր անց բաց են թողել։ Հիմա ձայնագրությունների բովանդակությանը կա նախաքննություն։ Ուր է անմեղության կանխավարկածը։ Նախաքննությունը դեռ չմեկնարկած է։ Տրամաբանությունը որ ոճը խոսում են ինչ-որ պրոցեսի մեջի մասին, իշխանությանը առնչելու լրատվամիջոցները, այնուհետև հրապարակվում է հակակոռուպցիոն կոմիտեի կողմից հրապարակված ձայնագրությունները։ Մենք ունենք նախադեպ քաղաքական, երբ շատ հնչեղ քաղաքական գործով սրբազան շարժման մասին շուրջ 2 ամիս տարածվեց ձայնագրություն, շրջանառվեց, մանիպուլացվեց, այնուհետև պարզվեց, երբ նախաքննությունը ավարտվեց ու հաստաբաններն այլևս կաշկանդված չէին նախաքննության գաղտնիքով, որ այդ ձայնագրությունը խմբագրված էր եւ վերցված էր տարբեր ձայնագրության տարբեր հատվածներից։ Հիմա ով է հաստատել, որ այս ձայնագրությունները հավաստի են։ Ով է հաստատել, որ այդ ձայնագրությունների մեջի մարդիկ մեզ հետ առնչելու մարդիկ են։ Ով է հետքել, որ հնարավոր է ինչ-որ սադրիչներ են կազմակերպել այդ ձայնագրությունները։ Ուր է մնացել անմեղության կանխավարկածը։ Ու գիտեք ամենաամոթալին ու մտահոգիչը ինչն է, որ այս իշխանության ներկայացուցիչները բարձրաստիճան պաշտոնատար անձից սկսած վարչապետից նախարարներով, պատգամավորներով իրենց թույլ են տալիս այս ձայնագրությունները ամենօրյա ռեժիմով մանիպուլացնել, ռիլեր սարքել, պոստեր անել։ Ես անկեղծ զարմանում եմ։ Բայց Տիկին Մելոյան, ներողություն, դուք ներքին քննություն եք խոսացել, հիշում եք, դուք ոչ անձամբ, բայց պարոն Կարապետյանը, Նարեկը, ասել էր, որ ներքին քննություն կանցկացնել եւ արել եք թե ինչ եզրակացություն։ Հարգելիներս, մենք ունենք նախահրապարակված սկզբունքներ գործունեության։ Մենք առաջին խնդիր չունենք մարդկանց կաշառք բաժանելու, դա չէ մեր ձևը։ Մեզ համար անթույլատրելի է նման խոսույթը։ Դուք գիտեք, Նարեկ Կարապետյանը այն անձն է, որ երբ հիմնադրվեց մեր ձևով շարժումը,
ըստ էության նա իրավիճակը երկրում փոխեց հասարակության մեջ ներմուծելով բարեկիրթ խոսույթը։ Այս բարեկիրթ խոսույթը այնքան ջերմորեն ընդունվեց մեր հանրության կողմից, ու հենց դա էր հանգամանքներից մեկը, որի շնորհիվ նաև այսպիսի մեծ ու լայն հանրային աջակցություն մենք ստացանք, որ անգամ իշխող կուսակցությունը ինքը էթիկայի կանոնագիրքը ընդունեց։ Էթիկայի կանոնագիրքը բնականաբար մի քանի օր կարողացավ գործել, որովհետև այս մարդկանց սովորություն ուժի մեջ չէ բարեկիրթ լինելը, իրենք ընդդիմախոսներին, վիրավորում են ու կրկին ընդգծում են։ Այստեղ խնդիրն այն է, որ մենք ընդդիմադիր քաղաքական ուժ ենք։ Մենք քաղաքացիներս ունենք ավելի լայն իրավունքներ, թեկուզ խոսքի շրջանակների ավելի լայն հնարավորություններ, քան մեր երկրի պաշտոնատար անձինք։ Իրենք կաշկանդված են, իրենց խոսքով կաշկանդված են իրենց պաշտոնով, եւ դա ընդհանրապես այն կարծիքը չէ, դա մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իսկ հանրությունը ինչպես համոզված լինի, որ այդ ձայնագրությունները ինչպես նշվում է մոնտաժված է կամ կեղծ։ Հարգելիս հենց դա է խնդիրը, պետք է օպերատիվ ինչի է նախաքննություն ընթանում։ Նախաքննության իմաստը այն է, որ այս բազմակողմանի լրիվ օբյեկտիվ են գործերը ուսումնասիրվեն, փորձաքննություններ իրականացվեն, հենց դա է խնդիրը։ Բայց վստահում եք դուք մեր իրավապահներին։ Բնականաբար այն հանգամանքը, որ իրավապահ մարմինը նախընտրական ծիրում անընդհատ մեր համակիրներին, աջակիցներին, գործընկերներին նման կերպով բերման ենթարկում, արդեն ավելի քան 200 բերման ենթարկված մարդու մասին է խոսքը։ Պատկերացնում եք, մեր ընտրացուցակից, նախընտրական ցուցակից 4 տեխնացուի նկատմամբ խափանման միջոց է կիրառված։ Սա կրկին ընդգծում եմ, նախընտրական գործընթացի անկախության, հավասարության, օբյեկտիվության, արդարության բոլոր հիմնարար սկզբունքների խախտում է եւ ակնհայտ է, որ իրավապահ մարմինները բացառապես քաղաքական շահեն սպասարկում այսօրվա դրության։ Ես ոնց ցավալիորեն եմ արձանագրում, ասեմ ավելին, որոշ դեպքերում ավելի առաջ անցան, ես դրա մասին ձեզ իրազեկել եմ, որոշ դեպքերում բերման ենթարկված քաղաքացիների մոտ թույլ չէին տալի փաստաբանների մուտքը։ Սա ինչ որ հերթական նոր սահմանահատումներ մարդու իրավունքների խախտման տեսակ։ Տիկին Մելոյան, այս պահին հենց տեղեկություններ են տարածում ձեր տարածքային կառույցների Տանի եւ Մարալիկի, որ տասնյակ անձինք են բերման ենթարկվել, ձերբակալվել, դուք տեղեկություն ունեք, սրանք ինչի վերաբերյալ են։ Այսօր Այո։ Հարգելիներս, ես ցավոք սրտի գալիս էի այստեղ, բայց զարմանալի չի, որովհետև մենք գրեթե ամեն օր արթնանում ենք այս լուրերով տխուր, որ հերթական մեր շտաբի նկատմամբ, գրասենյակի նկատմամբ իրավապահների արշավն է տեղի ունեցել, այսինքն մեր աշխատակցին ինչ է հաս անում, ինչ ո՞րն է նպատակը։ Նպատակը միակն է մեր աշխատանքները նախընտրական պատվացահար անելը միակը չի։ Եվ երկրորդը մեր վերաբերյալ թյուր հանրային կարծիք ձևավորելը, որը այս իրավապահ մարմինները գնդակը նետում են քաղաքական գործիչների դաշտ, քաղաքական գործիչները կրկին ընդգծում են առավոտից երեկո իրենց բանը գործ թողած սկսում են մանիպուլացնել։ Կարող է, որ իրենք մի քիչ ավելի շատ գործով զբաղվեն, ռիլեր նկարելու փոխարեն մեր երկրում աղքատության պատկերը այսքան տխուր չլիներ, կամ մեր երկրում հանցագործության, հիմա տեսեք, իրավապահները եկել են հասարակական կարգ են պահպանում։ Հանցագործությունը կրկնակի աճ է տվել, հանցագործության տեսակներ ունեն մի քանի պատկվել են մեր երկրում։ Գողությունա, թմրամոլությունա, ավազակային հարձակումներ են։ Կարող է սա ամենը, կարող է իհարկե բնականon է ու նորմալ ու նաև անհրաժեշտ է, բայց իմ խնդիրը կանում է նրանում, որ թվականակով մեր ռազմական բյուջեն կրճատվել է, ներքին գործերի նախարարության բյուջեն էականորեն ավելացվել է, ու սա պետք է ենթադրել, որ այդ ավելացման, այդ ուռճացման արդյունքում պետք է հանցավորությունը ուղղակի համեմատությամբ իջներ, բայց պատկերը լրիվ հակառակն է։ Ինչքան ներքին գործերի նախարարության ռեսուրսը մեծանում է, այնքան դրան զուգահեռ հանցավորությունն է աճում։ Այս արդյոք սա մտահոգիչ չէ։ Արդյոք դա նրա հետևանք չէ, որ երկրում ըստ էության իրավապահ մարմինները քաղաքական շահ են ստանում։
մտնելու եք բայեր, դռներն եք փակել ինչպես դիպորտաշինը։ Հարգելիներս, մենք այսօր չէ, որ անկեղծ ասած նման գործունեություն ենք կավելու բնականաբար այստեղ գնում ենք մեր քաղաքում իրազեկման ակցիա իրականացնելու։ Մենք արդեն սկսած նախորդ կիսամյակից անընդմեջ այցեր ենք ունեցել մարզեր, բնակավայրեր, գյուղեր, ու ասեմ, այդ մարզերը ընդամենը այդ ինչպես սովորության ուժով, այս քաղաքական ուժը արել է խոստումներ։ Մենք գնացել հագրել ենք մարդկանց խնդիրները, մենք գնացել լսել ենք մեր հայրենակիցներին, հիմա մենք վերլուծություններ կատարել, պատասխաններ ենք տերում ու մի կարևոր հանգամանք ասեմ, այսօր խորհրդանշական, այսօրը նաև այստեղից մեկնարկում ենք, որովհետև երրորդ ժամկետի գնալը մերժելու հիմքով իշխանություն եկածը չի, պետք է մերժվի հենց երրորդ ժամկետի գնալու հիմքով, այս մերժում ենք տալիս և ասում ավելին երեկոյան ժամը 7-ին մենք մեր հաղթական արշավի ամփոփում այսօրվա իրականացնելու ենք հաղթանակից զբոսայգու։ Հաղթանակից զբոսայգուից մեջնարկում են հաղթանակները և մենք համոզմունք ունենք, որ մեր քաղաքացիները այս փոփոխության հետքով գալու են և մենք համոզմունք ունենք, որ մենք հայտնությամբ ենք այս արշավը պսակել։ Մենք օրացույցը հրապարակել ենք, շնորհակալություն տրամադրության հետ։ Շնորհակալ եմ։